Ժողովուրդ օրաթերթի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է թիմին չիջնել Բաղրամյան պողոտա անհետ կորածների ծնողների մոտ։ Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանն ասել է, որ ինքն արդեն հայտարարել է, թե այդ գործով աշխատանքներ տարվում են ու անիմաստ է իջնել ու ինչ-որ բան խոսել Բաղրամյան պողոտայում շուրջ 3 օր փակած անհետ կորածների ծնողների հետ։ Մինչդեռ ոչ մի տեսանելի բան չի արվում։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ հարցը շատ խիստ է դրված քաղաքացիական պայմանագրում։ Ըստ նրանց, Փաշինյանի կարծիքով գործը նորմալ հունով ընթանում է ու իմաստ չկա խառնվելու պրոցեսում։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ՔՓԱ-ական պատգամավորները շատ զգուշավոր են Ազգային ժողով մուտք ուղղել, քանի որ շատ վախվորած են, մտածում են, որ ծնողները կարող են ցանկացած քայլի դիմել նրանց հետ հանդիպելիս։ Իսկ ծնողները չեն էլ թաքցնում, որ վճռական են տրամադրված, հստակ գործողություններ են ակնկալվում, քանի որ շուրջ 5 տարի է իշխանությունները նրանց խաբում են։ Հիշեցնենք, որ նախորդին անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, պահանջում են կամ պաշտոնում վերականգնել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արմեն Աբազյանին, որն իրենց հարցերով էր զբաղված, հույսեր արթնացրել մարդկանց մեջ, որ կվերադարձվեն անհետ կորածները կամ նրանց մասունքները, կամ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակար Անդրանիկ Սիմոնյանից են պահանջում, որ շարունակի Աբազյանի աշխատանքը նույն տեմպով, նույն կետից, առանց հետ գնալու։